Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Ուտեք, ինչ է ուտելու այսօր բարև ձեզ, աղցան, մենակա, ուրիշ ոչի բան, ինչ են ուտելու այսօր երեխեքները, Բրնձով ապուր, կարամարչապետ, սիրում եք բրնձով ապուր, հա, ձեր մոտ 2 տարբեր տեսակի մահճակալներ են, հա, շինարարի տրամադրած գույքներ, որն է ավելի հարմար, սա, երկհարկանիներով և մեկհարկանիներով ավելի հեշտ է, ով ա եղել շինարարը ստեղ, հա, նենց ոնց որ լավ են սարքել, մի տարվա մանկապարտեզ է ու հենց լրիվ բանի նորի էֆեկտի մեջ է, մի տարի երկու ամիս բավարար աշխատում է, շատ լավ է, ոսկի մեջ է, Պարոն Խաչատրյան, Տիկին Անդրեասյան, դες մահճակալների հետ կապված դիտարկումները հաշվի առնենք, օրինակ վիզուալ էլ ասա լավ, բաները մի հարկանիներ ճիշտ ասած մի քիչ բան է, բացվողներ Եռահարկներն են դժվար կիրառման մեջ, որտեղ տարածքը շատ է զբաղեցնում, դե կփոխենք ամբողջը սրանք ամենը ավելի լավ տարբերակներ են, գյուղեկող ճանապարհը այս տարվա ցանկն Էդ է ուզում ասեի, 9.5 կիլոմետր նախագծվում է հունիսին, եթե չէ հուլիսի սկիզբ շինարարը աշխատի։ բաները, այս հատվածների ճանապարհները տենց ընդհանուր ուշադրությունից դուրս են, բայց իրանք շատ կարևոր ճանապարհներ են, որովհետև այստեղ շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա։ Այսինքն այստեղի այս հատվածի բնաշխարհը Հայաստանում էլ է տարբերվում։ Եվ որ ճանապարհները լավը լինեն, մարդիկ այստեղ շատ մեծ հոսքեր կգան։ Հետո շատ գողտրիկ է այս տարածքները։ 9.5 կիլոմետրը հիմնավորվում է ամառացի կապ։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ։ Ահա, այս մանկապարտեզի նախագիծն էլ է լավը։ Խոհանոցը մի քիչ փոքր էր, կարող ավելի մեծ լիներ, բայց ընդհանուր առմամբ։ Բարև ձեզ երեխաներ։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Պատրաստվում եք ճաշելու։ Շատ սոված եք։ Այո։ Համով է ստեղի ճաշերը։ Ստեղի ճաշերն է համով թե տանը։ Հեսա մամաներ այսօր իրիկունը ձեզ կասեն, ուղիղ եթեր է։ Լավ է, Էս էլ լրիվ մի հարկանի է, չէ՞։ Բայց սրանք էլ էլի ռացիոնալ չեն, նրանք էլ անհարմար են, 2 հարգանները միջին շատ լավ բանն է։ Այս աթոռներն էլ է շատ լավն է, շատ սիրուն է, սենց բան ոնց որ ուշադիր չեմ եղել կամել։ Իհարկե։ Տեսեք, օրինակ այս նստարանների որակները արդեն զգացվում է, որ փոխվում է բոլոր տեղերը։ Ինչ են երգում պարում երեխաները։ Ինչ։ Ամենասիրած երգը ո՞րն է, ինչ են երգում։ Շատ եմ սիրում։ Որը։ Արև եկեկը։ Շատ լավ երգ։
սենց բան էլ կա, շատ լավ է։ Բարևձեզ։ Շատ լավ է։ Մենք ունենք ամենտեղ սենց սպորտային հատված։ Որտեղ պահն է արեցին, ինքը պիտի լինի բանվար։ Շատ լավ է, շատ։ Շատորս չովել է, էլի մանկապարտեզներում էլ պիտի ֆիզկուլտուրա։ Այո, շատ լավ է։ Շատ լավ, բայց սանհանգույցները չտեսանք ոչ մի հատ լավ է։ Շատ լավ է։ Լվացարանները շատ լավ, այս բաներն էլ է շատ։ Ուսում են դա ուրիշ գույներ էին։ Այս մանկապարտեզում ընդհանրապես։ Դե գիտեք, բարեխիղճ շինարարի առած գործը առաջին հայացքից երևում է։ Առաջին հայացքից։ Եվ հակառակն էլ, ցավոք սրտի, ոչ բարեխիղճին էլ առաջին հատ նայում ես արդեն պարզա որ Ան Խաչատրյան, որ այդ ռեյտինգավորումը անենք, շինարարների, այսպես ասած, կանաչ ցուցակավորում ունենանք, չէ, այդ որոշումը կայացնենք։ Հենց հիմա որոշումը կայացել ենք, բայց ցուցակները դեռ չեն կարել։ Որովհետև դա ժամանակա պահանջները մի քիչ բարձրացել են իրականում այդ գործընկերները, ասում մի քիչ բարձրացել։ Ինչպես միշտ։ Հա, շատ է բարձրացել։ Ես քեսի չհասկացա, թե ոնց է ցանկը որոշելու։ Հա, բայց աշխատենք։ Բարձրացնել։ Այդ լուծումը իրականում, լուծել է լիքը չափանիշներ ու ցուցակ ունեն արդեն։ Այո։ Եվ իրենց ապսումների միջոցով առավելություն տանք, որ մեր նոր եկող կառույցները իրենք կստանան։ Սնունդը գնաց դեպի խմբեր։ Պայքարում է, ձմեռը գարունը պայքարում են։ Հայտնվեցինք պայքարի կիզակետում։ Հələ ձունը։ Դե լավ լուրն է նա, որ արդեն ահագին տեղերում շինարարության որակի փոփոխությունը տեսնում ենք, էլի։ Այդ շատ կարևոր է, իհարկե պետքա դեռ փոխվի, բայց արդեն որ այդ շարժը նկատելի է, արդեն դա շատ կարևոր բան է։ Ես ինչ թփեր է։ Իսկ ծառերը։ Ինչ աճում ստեղ։ Խնձոր տանց։ Հələ ինչ հետաքրքիր բնություն է։ Հայքինգի համար էլ, քայլելու համար էլ շատ լավ տեղ է։ Հələ սենց վիզուալ 1, 2, 3 ընտանիքները նոր են, թե նորոգած են։ Նկատի ունեմ 4, 5 ահագին նորակառույց բաներ կան, տներ կան։ Վերևում ավելի շատ։ Այդ լավ լուր է, որ մանկապարտեզի կառուցումը նաև դրանով արդարացված։ Պան Խուդացյան, այս բուժականի ճանապարհի մասին էր խոսքը։ Դե շնորհավորում եմ, շատ լավ է ստացվել, բայց մի հատ խնդրեմ կա։ Հələ երեխեքի տեղ կա։ Պետք է նկատի ունեմ երեխեքի թիվը ավելի, այո։ Ճանապարհը աճել կա եւ ուրախությամբ նկատեցի, որ նորակառույց տներ կան եւ կառուցման ընթացքում գտնվող տներ կան։ Այդ տեղացիներն են կառուցում, թե դրսից են գալիս։ Շատ ավելի լավ։ Որովհետեւ ասում եմ, ճանապարհն էլ Խուդացյանը ասեց 9.5 կիլոմետր նախագիծը արվում է, որ կառուցվի,
Շատ լավ տեղ է ձեր գյուղը, շատ։ Հիմա մարզպետը ասեց, որ ընթացքի մեջ է, էդ էլ կլուծենք, հաճույքով։ Ես տեղ այն ընդդիմադիր ժամանակներս էլ եմ եկել, հա։ Գյուղը շատ լավ, շատ հաճելի տեղ է, հոյակապ տեղ է։ Դպրոցը ինչ վիճակում է։ Սեզոնի հետ կապված մի քիչ հաճելի վիճակը չի էլի։ Բայց տուրիստների հոսք կա, գալիս են մարդիկ։ Մի քիչ բանից նեղվում են, ներդրումներ չկա։ Բայց նրանք, ովքեր էկոտուրիզմ սիրում են, հարգելի ժողովուրդ, բուժական գյուղ խորհուրդ եմ տալիս գալ, շատ լավ հյուրընկալ մարդիկ են եւ բնությունն էլ նույնքան բայց ելք միշտ էլ կա, բայց իհարկե ուզում ենք ավելի շատ էկող լինի գյուղում, քան գնացող եւ մանկապարտեզն էլ դրա համար է, որ էկողը ես մեծ հատուկ մեր գյուղացիքի անունից շնորհակալություն հայտնեմ, որ պատմության մեջ ամենայն դեպս իմ կյանքի պատմության մեջ առաջին դեպքն է, որ մենք ուրեմն պետության բարձրագույն մարմին ենք հյուրընկալում։ Ես ինչի չեմ եկել բուժական։ Չէ, որպես վարչապետներուց հետո չէ, մինչև ընդդիմադիր ժամանակ եկել ես, չէ։ Շատ լավ։ Դե այս առիթին էինք սպասում, որ կոնկրետ ասելիքով գանք, ճանապարհն էլ կլինի, գազով է զբաղվում են։ Շնորհակալ եմ շատ։ Ես միշտ շատ ջերմ եմ հիշում ձեր գյուղը, իսկապես շատ։ Մենք էլ ձեզ շատ շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Վարչական ղեկավարին հրաժեշտ չտանք։ Եղվարդում էլի տեղ ունենք մտնելու։ Համանքի ղեկավարին էլ լավ է։ Կարող է հարցեր ունեինք, մեզ չթողեցինք, որ հարց տակ։ Ես մի նամակ տվեցի, նամակը կկարդանք։ Ուրիշ հարցեր կա, ինչ հարցերի շուրջ կուզեք։ Շնորհակալություն եք հայտնում։ Շնորհակալությունը պարզ է։ Բուժական համայնքը ունի մոտ 550 հեկտար ջրովի տարածք։ Ջրովի։ Ջրովի։ Շատ լավ է։ Բայց 95 թվականից էսկոմ է ծրագիրը խողովակները հանե տարել են։ Լրիվ տարան, sense վնասել է։ Հիմի մենք բուժականցիները բուժում ենք հողի հարկ ջրովի տարածքի հիման վրա։ Բայց ջուր չունենք։ Հիմի կարող է ինչ-որ ծրագրերը վերանորոգվի։ Էդ ավելի լավ է։ Որ մենք կարողանանք մեր Էդ շատ լավ եւ շատ ճիշտ խնդիր է ջրային համակարգը։ Լիճ ունենանք։ Այսպես կունենանք։ Ես գրել եմ մեր Նորայր Սարգսյանի մեր ընթացիկի մեջ չկա։ Դե մի հատ նայենք, եթե ասում են մարդիկ ուրեմն գիտեն, որ պոտենցիալ կա, ջուրը կհավաքվի, ինչ գետա գնում։ Բայց մերը հիմնական ապարանի ջրամբարն է, որ սնուցումների ժամանակին շատ լավ, պարոն Խաչատրյան։ Չգիտեմ, լսեցիք խոսակցությունը թե չէ։ Ժամանակին համակարգ ա եղել ջրային ոռոգման եւ բայց խողովակները հանե տարել են։ Երկրորդն է գաղափար կա, ասում են, որ ջրամբար ունենալու պոտենցիալ կա այստեղ։ Պետք է մի հատ ջրամբար ունենանք։ Որ գետն է այստեղ։ Ջրի հալվածները ջուրից հավաքում։ Ընթացքում ներկայումս ամենաջրահեղ սեզոնն է։ Եթե նշված ջրերը կարողանանք անբարել, շատ մեծ ջրի քանակ կլինի։ Մենք սենց ենք անելու, մենք ինչ ենք անում, մասնագետներին այդ շատ լավ է, որ այդ տեղեկությունը ստացանք, մասնագետներին ուղարկում ենք ջրային ռեսուրսները հաշվեն։ Անկեղծ ասեմ, տեղ ա եղել, ընդհանուր տեղ ա եղել, որ խորհրդային միության ժամանակից ջրամբար նախատեսված ա եղել, մենք էլ հետաքրքրվել ենք, հիմի մասնագետները գնացել հետազոտել են, հետո պարզել են, որ կլիմայի փոփոխությունից բանից այդտեղ ջրային հոսքերը այնքան նվազել են, որ չի լցվի ջրամբարը։ Դրա համար նախագիծը լավ է, նախապես ուսումնասիրել ենք, կանգնեցրել ենք եւ ընդհակառակը ուրիշ տեղ, որ նախատեսված չի եղել, ջրերի հոսքերը փոխվել են, տեսել ենք, որ հիմա ջրամբարաշինությունը մեր, ես էլի ասում եմ, այդտեղ մի քիչ ամենակարևոր գործերից մեկը առնվազն առաջին 3-ի մեջ ջրի հարցն առնելու եւ ոռոգման եւ խմելու ջրի, որովհետեւ նախ արձանագրում ենք, որ հանրապետությունում մի եզակի համայնք չկա, որտեղ ջրի խնդիրը համակարգված ձևով լուծա։ Մի հատիկ բնակավայր չկա, ու գոյություն չունի։ Այսինքն ջրային խնդիրը բոլոր տեղերում համատարած ունենք եւ այդ արդեն սկսել ենք մենք այդ աշխատանքը, փոխվարչապետն է համակարգում, փոխվարչապետ Խաչատրյանը,
որ ջրային հարցերը պետք է լինի ամենաառաջնային տեղում, որովհետև այսինքն բացատրելու կարիք էլ չկա թե ինչի, ամեն ինչ բարձ։ Հողը նույն туриզմի համար, նույն ներդրման համար, որ նորմալ խմելու ջուր չլինի, մարդիկ ներդրում անելիս, հյուրանոցա եւ այլ, այսինքն որ մեծանա ջրային ռեսուրսները շատ կարեւոր են, այնպես որ կարվի ամեն ինչ։ Շնորհակալ եմ շատ։ Համեցեք։ Ես զոհվածի ծնող եմ, երեխես Մուրադ Մուրադյանը 2000 թվականին զորակոչվել է բանակ, պատերազմի մասնակից է, դա եկել մարտական դիրքերում Կորնի ձորում։ Որտեղ։ 2000-2001-ին սպանել են։ 21-ին, կների 21-ին մարտական դիրքերում 3 զինվորի սպանել են Կորնի ձորի ձորում։ Մի քիչ 5-րդ տարին է ձգձգում մարտադավարությունը։ Մեկը ասելու է, ես չեմ խառնվում դատական գործերին, բայց մի քիչ Չէ, բայց ուշադրությունը կհրավիրենք։ Իհարկե կհրավիրենք։ Խնդրում եմ հատ ես էլ ինվալիդ մարդ եմ, երկու կարգի է տալ գալն է դադերին ցավում եմ եւ ցավակցում։ Մի քիչ դժվար է, էլի, մի քիչ ուշադրություն խնդրում եմ գրավեք էլի։ Շատ լավ։ Կասեք անուն ազգանունը Մուրադյան Մուրադ գործը որտեղ է քննում։ Առաջի Ադյանի դատարան։ Որ համայնքի, որ մարզում։ Նոր Չէ, ներքև։ Մարզում։ Ցիրկի մոտի դատարան։ Հա, կենտրոն եւ նոր մարաշ։ Շատ լավ։ Ցավում եմ եւ ցավակցում եմ, կներեք։ Շնորհակալ ենք, եթե դեպողական լինեք։ Շատ լավ, շատ լավ։ Արշակունյաց, կներեք, Արշակունյաց դատարանը։ Հաշենգավիթի դատարան։ Հա, բարձ։ Շատ լավ, ուրիշ բան ունեք ասելու։ Պարոն վարչապետ, շնորհակալություն ենք ուզում հայտնել։ Գյուղում ավելի մեծ աշխատանք է արվել։ Էլ ինչ ուղղությամբ արվել աշխատանք։ Ճանապարհաշինությունում Ներսը, հա? Այո։ Բա ինչի չեք ասում։ Նայեք մի հատ, այս ճանապարհը սուբվենցիայով արվել։ Հա։ Դերագծեր բազմաթիվ։ Հələ ասենք, սա այնա ինչի մասին մենք խոսում ենք, հələ մեկ հետիոտնային անցումը ցույց տու։ Ասենք ենթադրենք, ճիշտ է, հիմի մի քիչ բան է, սեզոնի վերջն է, բայց գյուղում ունենալ հետիոտնային անցում, այդ շատ կարևոր բան է։ Այդ չեմ ասում, փողոցը պարզ է։ Եվ երբ որ ասում ենք մենք գյուղերը ցեխերից պետք է հանենք, այդ շատ կարևոր բան է, որովհետև ինչի պետք է գյուղում կանխավարկած լինի, որ մարդիկ ցեխի մեջ պետք է։ Բայց ասենք գյուղում ունենալ հետիոտնային անցում, այդ շատ ուճուր նյուանս է, բայց շատ կարևոր բան է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, խնդրում եմ այս սեզոնը, այս բրծնի անպայման ինչա պետք է անել։ Մի հատ այս հետիոտնային անցումը, գծանշումը, որտեղ դա գյուղում լրիվ ուրիշ տրամադրություն է ստեղծում, ունենալ ճանապարհ, գյուղի մեջ ունենալ գծանշում, ունենալ հետիոտնային անցում, այդ շատ կարևոր բան է, որովհետև մարդու բանն էլ է, ինքնազգացողությունն էլ է փոխվում, որ այսինքն ինչի պիտի իր բնակավայրում չլինի հետիոտնային անցում, չլինի գծանշում։ Շատ լավ է։ Հաջան։ Հա, եղբայր, կանեցի։ Իմն էլ տեղից են, ես 4-րդ տարին է, Եղվարդի գլուխը ավարիայի տակ, ու դարձ հետում չենք հասկանում իջալ։ Վթարին, վրա երթի է ենթարկվել։ Դի ավարիա եղել, կայնել են գործից գալուց, ընկերներով։ Ուզեցել են աղբոր հետ օգնած են, վերևից հարված եկել, տշել է հաղթեղից, համ ավտոնա չարտել։ Մահացել է։ Տեղում։ 4-րդ տարին։ Ցավակցում եմ եղբայր։ 4-րդ տարին։ Գնում է դատը, թե դատը գնում է, այսինքն դատավորին ես բան չեմ կարող ասեմ, իրանց դատապաշտպանն է։ Ձգձգում։ Ձգած լավ գիտի էլի գործերը ոնց։ Դե մենք օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ այդ դատավարությունները ձգձգելու, այսինքն իրավունքի չարաշահման հնարավորությունները թույլ չտալու եւ սահմանափակելու։ Ինքը գիտի, ասենք, որ քանի մետրից կարելի անել, որ արտարացնի, ես անի, ինքը դատապաշտպան։ Դե բայց մյուս կողմից էլ պաշտպանական կողմն էլ պիտի պաշտպանվելու հնարավորություն ունենա, բայց ձգձգելը այդ հնարավորությունների մեջ պետքա չլինի։ Նորից ցավում եմ, ես նամակ եմ ուղարկել, ես ուղարկել չեք բանալ։ Ինչով եք ուղարկել։ Գրավոր, փոստով ուղարկել է շուտ է, 2-րդ տարին է։ Չէ, տենց գործերը կազմից են ուղարկել ինձ պատասխան։ Գործերը դե դատական գործերից աշխատակազմին շատ բան չեն անում, բայց վերահասցեագրում են, ենթադրում եմ արդարադատության նախարարություն կամ այդտեղ։
ասենք իրանց դիմենք եթե պետք է։ Ում։ Դիմեք մենք ուշադրություն կարանք հրավիրենք, հասկանանք արդարադատության նախարար, բայց դատական գործում մենք շատ ակտիվ չենք կարող։ Հասկանալի է, ես չեմ ուզում որ դատավորներ կարգավորամեր անդեն, թե ես ինչ է։ Դուք ունեք փաստաբան։ Դե եւ ձեր փաստաբանի միջոցով պետք է աշխատեք։ Կրկին ցավակցում եմ։ Բան կարելի է ասել։ Համեցեք եղբայր։ Գյուղի համայնքում լիքա վարելահողեր ունենք, բայց տեխնիկա չունենք, էլի։ Այդ արդյոք կարող աջակցեք մեզ։ Դե գնայինք։ Լիզինգի ծրագիրը համայնքներին էլ ենք։ Ոչ հացքաղող կոմպանիա ունենք, որ կողքի գյուղերից ենք։ Սուբվենցիոն ծրագրով կարող ենք, համայնքի հետ պետք է աշխատեք։ Չունենք էլ այդ տեխնիկան։ Մի բան ավելացնել, կարող վարչապետի թույլ կտակ։ Իրականում գյուղում վարելահողեր ունենք շատ անմշակ բնակիչներից, որ նոր ահազանգեցին, ապարանի ջրամբարից նախկինը որ ջուր ենք ստացել։ Ներկայումս խողովակաշարը եւ կիսախողովակները քանդված վիճակում են եւ ջրի քանակ չենք ստանում։ Մենք ջրային կոմիտեին էլ ենք ունեցել դիմաց, որի արդյունքում մոտ 600 հեկտար հող անմշակ է։ Մշակողներ ունենք, ոնց որ Նազարյանը ներկայացրեց, բայց գյուղում վարելահողեր շատ քիչ է մշակվում, նաեւ տեխնիկայի խնդիր ունենք հացահատիկի հետ կապված։ Իսկ գյուղում Դե այս տարի հացահատիկի հետ կապված ծրագիրը ընդունեցինք, հացահատիկի աջակցությամբ։ Երկրորդը տեխնիկայի, պարոն փոխվարչապետը ասաց, որ լիզինգի ծրագիրին նաև համայնքներին ենք շահառու դարձրել եւ այդ ճանապարհով աշխատեք սուբվենցիա ներկայացնեք, աջակցենք։ Գնայինք, ամեն ինչ էլ կլուծենք։ Լավ եղեք, Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։